ուսումնասիրվել, որ այդ մտածողությամբ, երբ որ Հայաստանում սկսեցին ավելի շատ տարածվել սրճարաններ, ռեստորաններ եւ այլն, ամեն կողքի սեղանը, մյուս կողքի սեղանին ընկալում էր որպես պոտենցիալ սպառնալիք։ Այո, հիմա դրա համար կամած հիմա որոշակիորեն դա փոխվել է։ Ամեն սեղանը կողքի սեղանին ընկալում էր որպես պոտենցիալ սպառնալիք։ Այստեղից է սկսել այդ խոսակցությունը, որին ես նույնիսկ կառավարող կուսակցության համաժողովի ընթացքում անդրադարձա, որ բազմաթիվ բաներ սկսում են նրանից ինչ ես տենց նայում։ Ինչ ես նայում ընդհանրապես։ Ինչ ես նայում։ Դուք ասում եք տեսնել, բայց մի րոպե ոնց։ Ինչ ես նայում։ Որովհետև նայելը արդեն բան է, առաջին արձագանքն է նա, որ եթե ինչ որ մեկին նայում է, ուրեմն ինչ որ մի բան պլանավորում է, ոչ, եւ դա պետքա կասեցնել։ Բնում խեղդել այդ սպառնալից մտադրությունը, համեցեք, պարոն Միրզոյան։ Պարոն վարչապետ, իրականում չափազանց խորքային ու շատ կարևոր մտածողություն ձևավորող թեմաներ ենք շոշափում եւ քանի որ այդքան փորեցինք եւ հասանք ստեղ, մի բան էլ ես ասեմ։ Այո, այդ պարիսպները ստեղծված են, որովհետեւ այդ պարիսպից ներս իմն է եւ այդտեղ կա իրավակարգ, պարիսպից դուրս իմը չի եւ ինձ ոչինչ հետաքրքիր չի, բայց սա եկեք արձանագրենք, որ օբյեկտիվ պատճառներ ունի, որովհետեւ 1000 տարի մենք պետություն չենք ունեցել։ Դա եղել է այլ մարդու, այլ ազգի պետությունը եւ մենք այդտեղ եղել ենք քաղաքացի եւ մերը եղել է մենակ այդ պարիսպից ներսը։ Դրա համար հարկահավաքն է մերը չի եղել, հարկեր չենք սիրում վճարել, ոստիկանը մերը չի եղել, ոստիկան չենք սիրում եւ իրանց բան կարգավորումներին, հա։ Եվ հիմա այս տրանսֆորմացիան է, որ պետքա տեղ ունենա, այդ պարիսպները պետքա իջնեն, հարկերը մենք պետքա տանք, որ ոչ միայն մեր պարիսպից ներս սիրուն եւ բարեկարգ լինի, այլ պարիսպից դուրս էլ մայթ կառուցվի, գունավոր դպրոց կառուցվի եւ այլն։ Այսինքն մենք ճիշտ այդ տրանսֆորմացիայի մեջտեղն ենք, բոլոր process-ներն են նորմալ են, օբյեկտիվ են, պետքա տենց քիչ-քիչ առաջ գնալ։ Այստեղ մի նրբություն կա, պարոն Միրզոյան։ Եվ ես էլի այդ բանախոսությունները, որոնք հիմնականում չեն լուսաբանում, դրան անդրադառնում եմ։ Ես ասում եմ, երբ որ հաղթահարման առաջին քայլը դա ճանաչելն է։ Դրա մասին խոսելն է։ Ինչ եմ ես կառավարության նիստում սրա մասին խոսում, կամ ինչ եմ ընդհանրապես սրա մասին խոսում։ Որովհետև հաղթահարման առաջին ձևը, եւ ես դա ճանաչել եմ շատ տրիվիալ մի օրինակով, որի մասին չեմ խոսա կառավարության նիստում, բայց այդ բանախոսությունների ժամանակ խոսում եմ։ Շատ տրիվիալ կենցաղային օրինակով եմ հասկացել, որ միջև խնդրի մասին չխոսես, խնդրեմ չես կարող հաղթահարել։ Համեցեք, պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, մի տեղեկատվություն եմ ուզում ձեզ փոխանցել, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ նախարարի ակտիվ մասնակցությամբ մենք հաստատել ենք մեկ մագիստրոսական կրթական ծրագիր, որի թույլտվությունը արդեն ստացել ենք Ճարտարապետության շինարարության ազգային համալսարանում, դա կոչվում է անշարժ գույքի զարգացում եւ տարածական պլանավորում եւ այդտեղ հենց դիտարկվում են այս բոլոր խնդիրները եւ կրթական մակարդակում մենք պլանավորում ենք ներդնել եւ պատրաստել մասնագետներ, որոնք միգուցե ես տերմինը ճիշտ չկարողանամ թարգմանել, բայց ինքը կոչվում է place making անգլերեն եւ urban form, այսպես ասված, եւ այդ առարկայի շրջանակում ամբողջովին դիտարկվելու են այս եւ նմանատիպ բազմաթիվ այլ խնդիրներ եւ մասնագետները արդեն շուկա դուրս կգան բավականաչափ մեծ գիտելիքներով։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Այո, այդտեղ էլ է կրթություն, պետք կրթությունով անցնում։ Համեցեք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ մենք ունենք իրականում հետազոտողներ, որոնք այս թեմաներին անդրադառնում են եւ դրանք իսկապես շատ խորքային ու կարևոր ուսումնասիրության թեմաներ են ու նաեւ այդ ուսումնասիրության ձևերը ակնհայտ են եւ որոշված են, մասնավորապես օրինակ կա առօրեականության սոցիոլոգիա, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել մեր առօրյա կառուցվածքները, որոնք շատ հաճախ մեզ համար աննկատ են, բայց մեր կյանքը պայմանավորող եւ ամենակարևոր որոշումները պայմանավորող կառուցվածքներն են, բայց ուրախ եմ, որ դուք այդ մասին խոսեցիք, որովհետեւ գիտության զարգացման մասին խոսելիս մենք սովորություն ունենք առավելապես շեշտադրել բնական գիտությունները, տեխնոլոգիաները, ինչը իսկապես կարևոր է եւ ֆունդամենտալ է,
բայց այս խոսակցությունը վկայում է նրա մասին, որ առանց հումանիտար եւ հասարակական գիտությունների զարգացման մենք չենք կարող իրական հանրային եւ տնտեսական զարգացում ապահովել, եւ ես ուրախ եմ, որ գիտության զարգացման ռազմավարությունը, որը մենք բոլորովին վերջերս հաստատեցինք, բալանսավորված է այդ իմաստով եւ շեշտադրում է հումանիտար եւ հասարակական գիտությունների զարգացումը, եւ կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ պետք է նաեւ շատ ավելի նախաձեռնող լինենք, ուղղորդելով, ձևակերպելով այն թեմաները, որոնք նաև մեր հետազոտողների ուշադրությունը կհրավիրեն, ու այն ծրագրերը, որ այսօր իրականացնում է կառավարությունը, իսկապես այդ հանրային կառուցվածքների փոփոխության են բերում, եւ մենք կքննարկենք նաև մեր օրինակ Երևանի Պետական Համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը կարծում եմ, որ կարող է շատ ակտիվ ներգրավել այս ծրագրերի ազդեցությունները ուսումնասիրելու եւ դրանք նաև կառավարությանը ներկայացնելու ուղղությամբ։ Ընդհանրապես կարծում եմ մենք բան Խաչատրյան հանրային կառավարման բարեփոխումների կոնտեքստում էլ է պետք դրա մասին մտածել, որովհետև մի քիչ ինտուիտիվ 2018 թվականից մենք սրա մասին խոսել ենք, որ պետական քաղաքականությունները ինչքան շատ գիտական ուղեկցում ունենան, այդքան ավելի լավ։ Սա չի վերաբերվում, որ մի հատ մեր որոշումները գիտնականների շրջանում շրջանառենք, այդ դրա մասին չի խոսքը, բայց ընդհանուր միտումները, process-ները եւ այլն, այսինքն այս թեմաները, որ իրանք նաեւ հումանիտար եւ հասարակական գիտություններով զբաղվող մարդկանց ներգրավվածություն ունենան, ոչ թե ել եմ ասում, ոչ թե որոշման մակարդակով, այլ ընդհանրապես, որպեսզի մեզ օգնեն մեզ ավելի լավ ճանաչել, մեր որոշումներ, իրանց ազդեցությունները, խորքերը, համատեքստը ավելի լավ ճանաչել, դա շատ էականորեն կբարձրացնի ոչ միայն կառավարման որակը, այլև պետության ուժեղության շատ կարևոր բան է, որովհետև հիմա քանի որ առողջապահության նախարարին եմ խոսքը տալու, այդ ընդունված սկզբունք է, եթե դու քո օրգանիզմը ճանաչում ես, դու շատ ավելի ուժեղ ես եւ շատ ավելի դիմադրողական ես եւ շատ ավելի հաջող ես։ Այո, բայց շատ կարևոր է նաեւ որ դու ես ճանաչում, ոչ թե ասենք շատ բան զարգացած տեղերից փորձագետ ես կանչե ինքը բան անի, այլ դու ճանաչում ես քո օրգանիզմը, շատ կարևոր առանձնահատկություն է։ Իհարկե նաև դրսի փորձագետների օգնությամբ իրանց էլ պետք չի նշտել, բայց երբ որ ներսում այդ կարողությունները զարգանում են, մեր ֆունդամենտալ խնդրեմը ինչն էր, որ ասում էի 18 թվից ինտուիտիվ խոսում ենք, որ մենք ինչ թեմա բարձրացնում էինք, նույնիսկ առաջին ռեակցիան էր, որ որևէ տեղից փորձագետ հրավիրենք։ Ասում ենք, բայց ժողովուրդ, այսքան տարի այդ փորձագետները որ եկել են, մեր ծրագրերի մեջ պարտադիր պայման պետք է լիներ, որ տեղի փորձագետներ էլ ներգրավեն, որ Հայաստանում էլ փորձագիտական կարողությունները հզորանան եւ պատշաճ լինեն, բայց սա ուրիշ խոսակցության թեմա է, համեցեք Տիկին Ավանես։ Կարծում պարոն վարչապետ, եթե թույլ տաք մի փոքր այդ սոցիալ-հոգեբանական փոփոխությանը, ես կարծում եմ նպաստում է, որտեվ Պարիսպը գնացել ճիշտ տեղում կանգնել է։ Դա Տավուշի օրինակն է, այսինքն մենք այդ պաշտպանական եւ Պարիսպի տեղը այլևս ճիշտ ունենք ու մեր ներսի անվտանգային եւ իրար հետ հարաբերվելու ներքին փոքր պարիսպիկների կարիքը վերանում է եւ սա եւս կարծում եմ մեծ ձեռքբերում է։ Բայց ինչ հետաքրքիր բան ասեցիք։ Այսքան որ գնացել եկել եմ, կարող է ես չեմ նկատել կամ դեռ չեն հասցրել սարքել։ Բանի գիրանցի այդ նոր կառուցվող տների շուրջ ինչ որ Պարիսպ չեմ հիշում որ կա կամ բարձր Պարիսպ կամ առնվազն հիմա նոր մտածեցի, հա? Պարոն Խաչատրյանը տնտեսագիտական, բայց էդ է պարոն Խաչատրյան, ասում է փողը չի երիքում Պարիսպի համար, բայց դա նորմալ է, բայց դա լավ է, այսինքն դա ռացիոնալ է, համենայն դեպս եթե առաջնահերթությունը Պարիսպը լիներ, առաջինը Պարիսպը կսարքեին, մնացածը եւ դա հենց կառավարության բովանդակային դերն է։ Իմաստ չունի դե Պարիսպ սարքելը, որովհետեւ ճիշտ ասեց Տիկին Ավանեսյանը, պետությունը Պարիսպը դրել է արդեն, համեցեք։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ։ Ես այս քննարկումը մի ուրիշ տեսանկյունից եմ նաև շատ կարևորում, ժամանակի տեսանկյունից։ Տեսեք, մարդկանց եկամուտներն ավելանում են։ Հիմա խոսում ենք հարազատները դրսում հանդիպում են, ավելի շատ են հանդիպում։ Ինչու՞, որովհետև դրսում հանդիպելը ավելի թանկ է։ Եվ մարդիկ 20 տարի առաջ եթե մտածում էին հարազատներին հանդիպելու համար, գուցե
տունը կամ սենյակը մեծ էին կառուցում նաև նրա համար, որ հարազատներին կարողանան տանը հանդիպելով խնայել։ Եվ պատերից դուրս գալ, եկեք մտածենք նորից եկամուտների տեսանկյունից։ Այսօր պետության եւ համայնքների եկամտային հնարավորությունները էապես ավելանում են եւ իրենք ավելի շատ են ներդրումներ կատարում են համայնքային միջավայրում, որը պատից դուրս է։ Եվ այդ հարմարավետությունը պատից դուրս, պատից ներսին մոտենում է գնալով, որովհետեւ համայնքների եւ պետության ֆինանսական հնարավորություններն են ավելանում։ Հետևաբար սա պետքա բնական զարգացման մեջ մտածել այս հարցի մասին, օրինակ ես էլ իմ մասին որ մտածում եմ, իսկ 20 տարի առաջ երբ որ տուն էի կառուցում, մի մեծ սենյակ էի կառուցում, որտեղ մտածում էի, որ պետքա հարազատներին կարողանամ հավաքել։ Եվ այդպես էլ արել եմ, որովհետև 20 տարի առաջ դա էր մտածողությունը պահանջում, հիմա եթե այդ նույն բանն անեի, կարող այլ կերպ անել, եւ հիմա երիտասարդները բնականաբար չեն էլ հասկանա դա։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակի մեջ ամեն ինչ ճիշտ է, մենք ճիշտ ժամանակին ենք խոսում այս հարցի մասին, քանի որ եւ պետության, եւ համայնքների, եւ մարդկանց եկամուտները աստիճանաբար ավելանում են, արդեն պետք է մտածողությունը ուղղել իրենց, որ իրենք կարողանան նաեւ նոր միջավայրում մտածել այդ հարցերի մասին։ Այո, ընդհանուր առմամբ ձեր ասած այդ համաձայն եմ, պարոն Խաչատրյան, բայց երբ որ դուք խոսում եք, ես մտածում եմ հետեւյալը. եթե մարդը այդքան հնարավորություն ուներ գնալ Թիֆլիսից Պեպսի-կոլա առնի հետ գա, եթե իրան բնակավայրում այդ նույն ծառայությունը լիներ մի քիչ այդ ճանապարհը ծախսը շահույթի մարժայով, կարող է նաև հնարավորություն ունենար գնար նստեր այդտեղ բանաներ, խմեր այդ, հա? Հա, էլի, այսինքն այդ շուկայական տնտեսության տրամաբանությունն էլ է որոշակիորեն լուծում, բայց այո։ Եվ սա թեմա է, որ կարելի է անverջ քննարկել։ Եթե այս պահին, այսինքն արդեն ահագին քննարկեցինք, եթե այլ դիտարկումներ չկան, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, իսկ խոսքը 56-րդ հարցի մասին էր, որը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 53-ը բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բուսաբուծության աջակցության 26 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկանդեղեն, ոլոր, լոբի, ոսպ, սիսեռ եւ կերային մշակաբույսերի արվույթ կորնգան մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարձանք, բերքահավաք եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի մակերեսով 70,000 դրամ, այսինքն համարվում է, որ 140,000 դրամ ծախս պետք է արվի, 70-ը վճարում ենք։ Եգիպտացորենի դեպքում ամեն հեկտարի համար 85,000, հատիկանդեղենի դեպքում ամեն հեկտարը 100,000 եւ բազմամյա խոտաբույսերի, այսինքն արվույթ եւ կորնգանի դեպքում ամեն հեկտարը 110,000 դրամ։ Նախագծի իրականացման արդյունքում ակնկալում ենք մինչև 27,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքերի իրականացում, որը կնպաստի ֆերմերային եկամուտների ավելացմանը, որպես վիճակագրություն պարզապես նշեմ, որ բուսաբուծության աջակցության 25 թվականի ծրագրի շրջանակում 5200 շահառուներ են ունեցել, այս տարի ակնկալում ենք մինչև 5700-6000 շահառու, եւ իրենց կողմից իրականացվել է 24000 հեկտար մակերեսով գարնանացանի ցանք հավաստագրված սերմերով, այն պարագայում, երբ որ 24 թվականին դա 19200 է եղել, այսինքն մենք այստեղ ունեցել ենք 25% աճ, 25-ին 24-ի նկատմամբ եւ ակնկալում ենք նվազագույնը 10%, կարծում ենք շատ ավելի բարձր տոկոս աճ կունենանք այս ծրագրի արդյունքում արդեն 25-ի նկատմամբ, պարոն վարչապետ։ Շատ լավ, պարոն Պապյան, ասենք թե ես մի հեկտար կամ 5 հեկտար հող ունեմ, ինչ եմ անելու ես եւ ինչով եմ կյանքը թեթևացնելու, ցորեն եմ ուզում ցանեմ կամ չգիտեմ, այդ բույսերից մեկն եմ ուզում ցանեմ, այս պայից սկսած ինչա տեղի ունենում իմ կյանքում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։
Այս բայց սկսած, քանի որ ես նախապես հայտարարել եմ եւ քաղաքացիները գիտեին արդեն իսկ պատրաստված են, հիմա գնան Լավ, հիմա ենթադրենք այս պահից, լավ, կամ ձեր հայտարարությունից սկսած, ի՞նչ է տեղի ունի մարդկանց։ գնում են համայնք եւ համայնքին ասում են, որ իրենք պատրաստվում են օրինակ 5 հեկտար տարածքի վրա ցանեն ծորեն օրինակ հավաստագրված սերմով եւ կնքում են համայնքի հետ պայմանագիր, այնուհետեւ գնում են ձեռք են բերում հավաստագրված ծորենը, դա փաստաթղթավորված process է, լաբորատոր փորձաքննություններով անցած եւ իրականացնում են իրենց ցանքը իրենց միջոցներով։ Հնձելուց Յոպե, այդտեղ մենք ո՞նց ենք համոզվում, որ ցանածը այդ ցանած անձը առելա հավաստագրված սերմ։ Եթե ասեք, որ վճարում պետք է անկանխիկ անի, ես կհասկանամ։ Եթե տենց չի, ո՞նց ենք։ Կան կոնկրետ կազմակերպություններ, որոնք որ վաճառում են այդ ուրեմն ծորենը եւ այսինքն իրենք ունեն իրենց մոտ այդ ծորենը եւ դա փաստաթղթավորված է այդ վաճառքը տեղի ունենում, այսինքն հավաստագրված սերմերը կամ ներմուծում են Ինքը իրանք ասում են, նախ մենք տեսնում ենք, որ իրանք ներմուծել են բավարար քանակով սերմ եւ իրանք թափանցիկ վաճառքը ցույց են տալիս, բայց նաեւ իրանք մոտ ֆիքսվում է թե իրանք ում վաճառեցին եւ այդ սերմը որտեղ պետքա ցանվի։ Այո, եւ լաբորատոր փորձաքննություններ։ Այդ բարձա լաբորատորը հասկացա։ Այսինքն հետագծելիությունը ապահովում է։ Շատ լավ։ Այո։ Շատ լավ, սերմը ձեռք բերեցինք, մեր միջոց, իմ միջոցների հաշվին ես սերմ ձեռք բերեցի, պայմանագիրը ունեմ, գնում եմ ցանում եմ։ Ցանում են, ցանելուց հետո հնձից 2 ամիս առաջ համայնքային հանձնաժողովները գնում են եւ իրականացնում են համատարած մոնիտորինգ, այսինքն ինքը ասել է, որ այստեղ 5 հեկտար։ Գնում տեսնում են 5 հեկտարի վրա ծորեն ծլել է, թե չի ծլել, որից հետո դրան հաջորդում է ընտրանքային մոնիտորինգը, որտեղ 20%, այսինքն համայնքը ունի օրինակ 1000 հեկտար, ինքը գնացել է 1000-ը արել է։ Այդ 1200 հեկտարը ընտրանքային մարզպետարան նախարարություն հանձնաժողովը գնում է պատահական ստուգումներ է նորից իրականացնում եւ եթե այստեղ է 1000 ներողություն, այստեղ է, որ մեզ պետք կլներ A Արբանյակ, երկրորդ A B արհեստական ինտելեկտ եւ G գեոպորտալի վրա նկարագրված հողերը եւ նրանց նշանակությունները, որովհետեւ ոչ մի հանձնաժողովի կարիք այդ տեխնոլոգիաների դեպքում չէր լինի, որովհետեւ այդ իմ ասած բանը ունենալով մենք կարող ենք հասկի մակարդակով իմանալ այդ հասկի մեջ քանի հատ հատիկ կա։ Նու կարող եմ մի քիչ չափազանցնում եմ, բայց սկզբունքորեն համեն դեպս ծորենա թե ինչա, նույնիսկ բանով օրթոֆոտոյով էլա, չէ, հնարավոր լինում պարզել դա ինչ բանա մշակաբույս է այդ տարածքում եւ ինչ վիճակում է։ Շնորհակալություն, կան այնպիսի ծրագրեր, որոնք օդային լուսանկարի բենդերի վրա, այսինքն այդ լույսի սպեկտրների հիման վրա կարողանում են բուսածածկի վերլուծություն իրականացնել, պարոն վարչապետ։ Դրանք մենք հիմնականում այսօր օգտագործում ենք 4 բենդի նկարներ, ինֆրարեդ եւ red green blue սպեկտրներ, բայց ամեն դեպքում այդ հնարավորությունները այսօր ստեղծված են եւ եթե մենք դրան նաեւ այսօր էլ կարող ենք անել, եթե նկարները լինեն, այսօր էլ կարող ենք։ Նկարներ, հա դե նկարի համար սարքա։ Իսկ մնացած տեսանկյունից էլ եթե նայենք, համապատասխանաբար եթե ինտեգրվի այս ամեն ինչի նաեւ ջրօգտագործման պայմանագիրը, ոռոգման ջրի պայմանագիրը եւ դա էլ այստեղ խնդրեմն է նա, որ հիմնականում այդ հացահատիկը եւ այլն նախընտրում են հասկանալիորեն ցանել չոռոգվող։ Դեմային հողերն էլ մեզ մոտ ինձ թվում է հստակ կարելի է գոտևորել, թե որ տարածքներն են, որոնք ոռոգման հնարավորությունով չեն այդ բուսատեսակների աճը ապահովում, այսինքն հնարավոր է ձեր նկարագրած տրամաբանության մեջ մոնիտորինգը։ Լավ, բայց դա վաղվա մասին է, այսօրվա մասին, պարոն Պապոյան, շարունակեք նկարագրությունը։ Եվ այսինքն հիմա միջև այդ պահը ձեր նշած մենք գումար չենք տալիս մարդկանց։ Այնուհետև այդ 2 ամիս առաջ մոնիտորինգը եղավ եւ մոնիտորինգով հաստատում կամ չի հաստատվում, որովհետեւ կան դեպքեր, երբ որ մարդը պայմանագիր կնքում է, բայց ցանկ չի անում։
ուրեմն մոնիտորինգը համատարած արվում է, համատարածի վրա գրած 20%-ը ստուգում, որից հետո անցավ 2 ամիս քաղեցինք այդ ծորենը, արդեն դրանից հետո համայնքները փաստաթղթերի փաթեթը հավաքում են, ուղարկում են նախարարություն, մենք ստուգումներ ենք իրականացնում, ստուգումների հիման վրա համայնքներին վճարում ենք իրենց ամբողջ փողը, համայնքներն էլ արդեն փոխանցում են գումարը քաղաքացիներին եւ լրացուցիչ 3% ենք վճարում համայնքներին իրենց աշխատանքի համար, մասնավորապես այդ մոնիտորինգի իրականացման համար։ Շատ լավ։ Ամեն դեպս գոնե կարող եմ մարզային այցերից ասել, որ գյուղացիները բավականին լավ են վերաբերվում այս ծրագրին։ Իհարկե մենք պետք է մտածենք հետագայում ծրագրերը գյուղատնտեսության ոլորտին իհարկե կանդրադառնանք մեր ռազմավարությունների հետ, բայց ռազմավարությունների հետ եւ մեջ, բայց այս ծրագիրը համեն դեպս վատը չի, որովհետեւ որակյալ սերմից անելու կուլտուրա է նաեւ ձևավորում։ Համեց Շնորհակալություն, հենց դրա մասին եմ ուզում խոսել, պարոն վարչապետ, մենք կենտրոնանում ենք ինտենսիվ գյուղատնտեսության վրա, սա չեմ կարող ասել, որ ամբողջությամբ ինտենսիվ է, բայց կիսաինտենսիվ է եւ տրանսֆորմացիոն ինչ որ այո, միայն այն հանգամանքը, որ ինքը արդեն սերմը լավորակ է, արդեն ավանդականից տարբերվելու է եւ առաջիկայում մենք դες կներկայացնենք Միացյալ Նահանգների գյուղ դեպարտամենտի կատարած հետազոտությունը, արդեն պատրաստ է տվել են մեզ, որը ծորենի արտադրության արժեշղթայում ինտենսիվացման մասին է, այսինքն ոռոգ, ինչպես ոռոգել, ինչ սերմեր, երբ ցանել, ինչպես բուժել եւ այլն, այստեղ մենք բավականին բացեր ունենք եւ ակնկալվում է, որ էականորեն կարող ենք մեր ինքնաբավությունը անգամ ներկա ցանքի մակարդակում բարձրացնել, եթե այդպես մշակենք։ Շատ լավ։ Կան այլ դիտարկումներ հարգելի գործընկեր։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, թերևս լավ առիթ է հիշել եւ հիշեցնել մեր կազմակերպությունների, որոնք գործում են գյուղատնտեսության ոլորտում, որ ազգային ժողովի անցյալ նստաշրջանում կարևոր օրենսդրական փոփոխություն կատարվեց այն մասին, որ եւ գյուղատնտեսության եւ տնտեսության մնացյալ ոլորտներում կառավարության աջակցությամբ իրականացվող ֆինանսական ծրագրերի շրջանակներում տրամադրվող գումարները որևէ հարկային հետևանք չառաջացնեն ստացողի մոտ։ Մինչ այդ գործող կարգավորումն այնպիսին էր, որ կլինեին դեպքեր, երբ տրամադրված աջակցության գումարից որոշակի մաս հարկի տեսքով պետք է վերադարձվեր պետությանը, եւ մենք այս գործընթացը վերաձևել ենք այնպես, որպեսզի հատկացված գումարը ամբողջությամբ ծառայի իր նպատակին եւ որևէ հարկային հետևանք չառաջացնի, եւ հաշվի առնելով, որ հատկապես գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը այս քաղաքականությունը ակտիվորեն իրացրել է դեռևս 2021 թվականից սկսած, մենք նաեւ ազգային ժողովին խնդրել ենք հետադարձությամբ ընդունել այս օրենսդրական փոփոխությունը, որպեսզի հատկացված գումարներն ամբողջ ծավալով ծառայեն իրենց նպատակին։ Թեև ծրագրի նկարագրությունն առավելապես այն մասն էր, որ շահառուները տնային տնտեսություններն են, բայց մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնց շահառուները կազմակերպված ձեռնարկատերերն են, կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր։ Այս ծրագիրը վերաբերվում է նաև իրավաբանական անձանց։ Այսինքն գյուղատնտեսական ՍՊ-ը, որը գյուղատնտեսում ցանքը արեց, Սահմանափակում չկա, բոլորը կարող են։ եւ այս դեպքում այդ գումարից փաստորեն հարկային որևէ, բայց դա ենթադրում եմ չի վերաբերվում սերմի ներմուծողներին եւ վաճառողներին։ Պարոն վարչապետ, մենք նկարագրությունը ընդհանուր ենք ձևակերպել, ընդ որում չսահմանափակվելով գյուղատնտեսության ոլորտով, եւ նկարագրությունն այն մասն է, որ կառավարության ֆինանսական աջակցության բոլոր ծրագրերի շրջանակներում տրամադրված գումարները, եթե կլինի օրինակ մի ծրագիր, որի շահառուն կլինի ներմուծողը, հիմնականում արտադրողներն են մեր շահառուները իրական հատվածում գործող, ապա կարգավորումը այսպես կոչված ունիվերսալ է բոլոր հնարավոր դեպքերի համար։ Այդ շատ կարևոր դիտարկում էր, պարոն Պողոսյան, բայց ես կարծում եմ, որ ստեղ էլ մենք լուսաբանման խնդիր ունենք, որպեսզի մարդիկ իմանան, չնայած դե հիմա հարկային բաները, process-ները ինքնաշխատ են շատ դեպքերում աշխատում, թե չէ։ Այսինքն հարկեր վճարելու process-ում են իմանում, բայց լավ կլինի, որ նախապես էլ իմանան, որովհետև էական դա որոշումների կայացման վրա էլ կազդի, պարոն Պապայան, որ իրավաբանական անձինք իմանան, որ արդյունքում ստացած փոխհատուցման գումարները հարկ չեն գեներացնելու, օրինակ դա կարող է իրենց որոշման վրա էական ազդեցություն ունենա։ Պարոն Պողոսյան, կխնդրեմ, որ պարոն Պապայան համատեղ ինչ որ ձևով ավելի ակտիվ կոմունիկացնեք, թե ինչի մասին է խոսքը, որովհետև
տվյալ դեպքում խոսքը ոչ միայն գյուղատնտեսության ոլորտի եւ այս ծրագրի, այլև ընդհանուր առմամբ աջակցության ծրագրերի մասին։ Համեցեք, պարոն Հակոբ։ Վարչապետ, մենք իրականում անցած տարվանից մի հատ տենց պրակտիկա ենք սկսել, որ բոլոր փոփոխությունները հատկապես հարկային օրենսգրքի շատ թիրախային ձևով ծանուցում ենք, այսինքն ես էլ կարող ենք գյուղատնտեսության ոլորտի սուբյեկտներին իրենց համապատասխան անձնական էջերում շատ մանրամասն նույնիսկ ավելի ենք զարգացել, օրինակներ են գրում, որ իրենց համար ավելի պարզ լինի պրակտիկայում ինչպես կիրառեն այդ կարգավորումները։ Այո, բայց քանի որ կարգավորումը միայն գյուղատնտեսության մասին չի, կխնդրեմ, որ Ֆիննախի եւ էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ համատեղ գտնենք ձևը ակտիվ կոմունիկացիան, այսինքն իրազեկվածության մակարդակը ապահովելու։ Կան այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, չկան, ըստ այդմ դրվում է քվեարկության հարց, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։